Ինչ է նշանակում ներել։ Բոլորս էլ գիտենք, որ քրիստոնեությունը սիրո ու ներողամտության ուսմունք է։ Բայց ինչ է նշանակում ներել։ Արդյոք Աստված մեզանից պահանջում է պարտադիր վերադարձնել մարդուն մեր կյանք, եթե նրան ներում ենք։ Որովհետև եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների, իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները։ Ներելը հոգևոր առողջության առաջին քայլն է, եւ ինչպես տեսնում ենք, Աստվածաշունչը մեզ պատվիրում է ներել, բայց ինչպես է Աստված ներում։ Նա ներում է զղջացողներին, չի պարտադրում հարաբերությունների վերականգնում առանց ճշմարտության եւ ապաշխարության։ Եթե քո եղբայրը մեղանչի, սաստիր նրան, եւ եթե զղջա, ներիր նրան, եւ եթե 7 անգամ մեղանչի քո դեմ եւ 7 անգամ դառնա քեզ եւ ասի զղջում եմ, ներիր նրան։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է ներել միշտ, նույնիսկ եթե մարդը չի փոխվել, բայց հաշտությունը եւ հարաբերությունների վերականգնումը հնարավոր է միայն, երբ կա զղջում եւ պատասխանատվություն։ Սակայն նույնիսկ այդ դեպքում Աստված չի պահանջում մեզանից մարդուն վերադարձնել մեր կյանք, եթե ներում ենք նրան։ Բայց ասում եմ ձեզ, ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով եւ մեկ ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի։ Շնություն արած կլինի նաեւ նա, ով արձակվածի հետ ամուսնանա։ Այս համարում հստակ տեսնում ենք, որ Աստված, ով պատվիրում է ներել բոլորին, ամուսնուն թույլ է տալիս արձակել իր կնոջը, եթե նա դավաճանել է իրեն։ Այսինքն ամուսինը պարտավոր չէ իր կնոջը վերադարձնել իր կյանք դավաճանությունից հետո, չնայած որ Աստված պատվիրում է ներել բոլորին եւ վրեժխնդիր չլինել։ Եթե մեկը չընդունի ձեզ եւ չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թափ տվեք փոշին ձեր ոտքերից։ Ներել նշանակում է չպատասխանել չարությամբ, չլծվել վրեժխնդրությամբ, չցանկանալ դիմացինի կործանումը, այլ ամեն պարագայում ցանկանալ դիմացինի ապաշխարությունը եւ փրկությունը, գերադասել նրա զղջման եւ ապաշխարության տարբերակը նրա կործանվելու եւ դժոխքի արժանանալու տարբերակից։ Ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ տեղ տվեք Աստծո բարկությանը, որովհետև գրված է. Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ, ասում է Տերը։ Ընդհակառակը, եթե թշնամիդ քաղցած է, հաց տուր նրան, եւ եթե ծարավ է, ջուր տուր նրան։ Այս անելով կրակի կայծեր կկուտակես նրա գլխին։ Մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին։ Ներել նշանակում է հրաժարվել ատելությունից, վրեժից եւ չարիք ցանկանալուց։ Դա չի նշանակում, որ մենք պետք է թույլ տանք մեզ վնասեն։ Դա նշանակում է ազատվել չարության կապանքից, չմտածել ամեն գնով դիմացինին վնասելու եւ ցավ պատճառելու մասին, չտարվել վրեժխնդրության մոլուցքով, իրականում ինքդ քեզ ներսից կործանելով։ Ներող մարդը նման է բժշկի, ում հոգին է բուժվում, ով ներում է, իրեն է ազատում։ Հովհան Ոսկեբերան։ Ներելը նման է նրան, երբ դու ազատում ես բանտարկյալին ու հետո հասկանում, որ ինքդ է իր բանտում։ Օգոստինոս Երանելի։ Ներել նշանակում է տեսնել մարդուն Աստծո աչքերով, ոչ թե քո վիրավորված հոգով։ Իսահակ Նինվեցի։ Ներելը զոհ է։ Դա նշանակում է կրել մեկ ուրիշի մեղքի հետևանքները առանց նրան նույն ցավը մաղթելու։ Թիմ Քելլեր։ Ներել նշանակում է հրաժարվել ներքին պատերազմից։ Դա խաղաղության ընտրությունն է։ Պապ Ֆրանցիսկոս։